Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները քննադատեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 5-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար եւ պնդեցին, որ դրանք չեն արտացոլում երկրում քաղաքական ուժերի իրական դասավորությունը։ Այդուհանդերձ ընդդիմադիր դաշինքը վայր չի դնի իր մանդատները եւ քաղաքական պայքար կմղի ազգային ժողովում։ Հայ ազգային կոնգրեսի, որը մենք ընդունում ենք, որ միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է եւ կա հստակ իշխանական ուժ, դա հանրապետական կուսակցությունը, մնացած քաղաքական ուժերը ուզեն թե չուզեն կողմնորոշվելու են կամ դեպի կոալիցիա, դեպի հանրապետական կուսակցություն, դեպի իշխանություն կամ դեպի ընդդիմություն Հայ ազգային կոնգրես։ 131 տեղանոց խորհրդարանում ՀԱԿ-ի եւ խորհրդարան մտած մյուս 4 կուսակցությունների մանդատները միասին 7-ով զիջում են հանրապետականին։ Այս հանգամանքը կստիպի արդյոք ՀԱԿ-ին կոալիցիա կազմել այլ քաղաքական ուժերի հետ, դաշինքի ներկայացուցիչների հավաստմամբ դեռ հայտնի չէ։ Քաղաքականության մեջ բացառում այդ հասկացողությունը չկա։ Եթե անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության համար ցանկացածի հետ բացի իշխող կուսակցության հետ կարելի է համագործակցել որոշակի հարցերում Հայաստանի ապագայի համար միանշանակ ես կողմ եմ։ Հայ ազգային կոնգրեսի Գյումրու համակարգող Աշոտ Զաքարյանը վերջերս կայացած մամլոասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀԱԿ-ում իր գործունեությունը դադարեցնում է, հավելելով, որ վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլև կասկածի տակ դրեց ՀԱԿ-ի վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը։ Իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մտահոգված չէ դաշինքի շուրջ վերջին զարգացումներով, քանի որ դրանցում վտանգ չի տեսնում։ Մեր մոտ անհատներն են գնում, ոչ խմբակցությունները։ Համագործակցություն մինչև ընտրությունները եղել է Բարգավաճ Հայաստանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ միայն մեկ նպատակով ընտրությունների օրը պահպանել մաքուր ազատ ընտրություններ կազմակերպելու աշխատանքներ։ Միայն դա եղել է համագործակցության քայլ։ Նշենք, որ Հանրապետություն կուսակցության վերջին գործողությունները կոնգրեսին անդամակցող որոշ ուժերի շրջանում այդուհանդերձ մտահոգություն առաջացրել են եւ ժողովրդավարական հայրենի կուսակցության ղեկավար Պետրոս Մակյանը կարծիք հայտնեց, որ եթե Հանրապետություն կուսակցությունը հայտարարի կոնգրեսից դուրս գալու մասին, դա արդեն պառակտ բան լուրջ նախանշան կարելի է համարել։ Նաիրա Նալբանդյան, Սամվել Վարդանյան, Գալանյուս։